Ողջունում եմ հանրային ռադիոյի բոլոր ունկնդիրներին եւ ակնդիրներին։ Եթերում Սփյուռքի ձայնը հաղորդաշարն է։ Ես Նաիրա Աղաբեկյանն եմ։ Տաղանդ, աշխատասիրություն եւ համաշխարհային բեմեր։ Այս երեքը միավորվում են հայկական բարեգործական ընդհանուր միությունը բացահայտում է տաղանդներ երաժշտական մրցույթի շուրջ։ Արդեն 8 տարի այս նախագիծը դառնում է հարթակ մեր լավագույն պատանի երաժիշտների համար։ Ինչ է պետք հաղթելու համար եւ ինչ դռներ է բացում մրցույթը հաղթողների առջեւ։ Այսօր քննարկում ենք մրցույթի պատասխանատու Վարդան Ծուլիկյանի եւ մասնակիցներ Grand Prix մրցանակի արժանացած Արմեն Պուչինյանի եւ Էդուարդ Դայանի հետ։ Իդեպ նշեմ, որ Էդուարդ Դայանը մեզ կմիանա քիչ ավելի ուշ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս չմերժելու համար։ Վարդան, առաջին հարցը ձեզ նախագծի մեկնարկի մասին խոսենք։ Արդեն 8 տարեկան է այս նախագիծը։ Մեկնարկը ինչպես տրվեց եւ ինչ ձևափոխումների է ենթարկվել տարիների ընթացքում։ Սիրով, նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ տղաներին, որ միացան։ Մրցույթը արդեն 8 տարեկան է, 2018-ին առաջին անգամ տեղի ունեցավ եւ սա համատեղ միջոցառում է HBO-ի Ֆրանսիայի մասնաճյուղի եւ Հայաստանի մասնաճյուղի եւ անուններ կան, առանց որոնց այս մրցույթը երևի թե իրականություն չէր դառնա, իրենց մեծ շնորհակալություն դրանց շարքում իհարկե Նադիա Գործունյանը եւ Վազգեն Յակոբյանը, HBO Ֆրանսիայի եւ HBO Հայաստանի նախագահները, ինչպես նաեւ Քրիստիան Էրսլո Փափազյանը դաշնակահար, որը մեր Ֆրանսիայի մասնաճյուղի կատարողական արվեստների ղեկավարն է, եւ Սևակ Ավանեսյանը, որը շատ մեծ ներդրում ունի մրցույթի կայացման մեջ։ Սկսեցինք 18 թվականին եւ սկսեցինք միայն լարային գործիքներով եւ առաջին 3 տարին այդպես էլ շարունակվեց, բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ ավելի պետք է ընդլայնել եւ գործիքները, քանի որ փորձը ցույց տվեց, որ պահանջը եւ կարիքը կա։ Պահանջը կա եւ կարիքը կա եւ ընդհանրապես նմանատիպ մրցույթները ստիպում են ըստ երևույթին ավելի զգաստ լինել, ավելի պատրաստվել, ավելի եւ հետաքրքրությունն են մեծացնում տվյալ գործիքի հանդեպ։ Դրա համար հետագայում նաեւ ընդլայնեցինք եւ այլ երաժշտական գործիքներ ներառեցինք, եղան փողային գործիքներ, մի տարի դաշնամուր եղավ, հետո ընդլայնվեց, որ ներգրավեցինք կամերային կազմեր, ոչ թե միայն անհատ կատարողներ։ Մրցույթը նախատեսված է մինչև 25 տարեկան երիտասարդների համար եւ փոքրերի եւ անցեկացվում 4 տարիքային կատեգորիաներում մինչև 10 տարեկան, 11-ից 15, 16-ից 20 եւ 21-ից 26։ Արմեն, դուք Grand Prix մրցանակակիր եք, նաեւ միջազգային մրցույթների դափնեկիր եք։ Ինչպես եւ ինչու որոշեցիք մասնակցել հայկական բարեգործական ընդհանուր միությունը բացահայտում է տաղանդներ մրցույթին։ Ինչ ակնկալիքներ ունեիք մրցույթին մասնակցելուց առաջ։ Եվ դա ձեր առաջին մասնակցությունն էր, թե ոչ։ Ճիշտն ասած, սա արդեն երկրորդ մասնակցությունն էր, որովհետև առաջին մասնակցությունը կամերային կազմով էր, որտեղ նույնպես արժանացա Grand Prix մրցանակին, իսկ այս տարի ուղղակի Դանիայից երբ որ վերադառնում էի, տեսա, որ հասցնում եմ մրցույթին այստեղ լինել, ու ինձ լավ մեծ ընկեր Սևակ Ավանեսյանի հետ խոսում էինք, ասեց, ինչու չես մասնակցում, ասեցի, ուզում եմ մի փոքր հանգստանամ, բայց պետք է մասնակցել, կարծում եմ, ասեց անպայման։ Ու այնպես ստացվեց, որ եկա Հայաստան ու մասնակցեցի եւ արժանացա Grand Prix մրցանակին։ Հրաշալի է։ Արմենը դաշնակահար է։ Այո։ Դուք ինչ ստեղծագործություններ եք ընտրել մրցույթին մասնակցելու համար։ Գիտեմ, որ 2 ստեղծագործություններ պետք է ներկայացնել։ 2 կամ 1, նայած տեղավորությունից, ես ընտրել եմ 1 մեծ գործ, Ռախմանինովի Կորելի վարիացիաները, եւ կատարեցի դա եւ ասեմ ձեզ մի քիչ էլ կրճատել էի, որովհետեւ այդ գործը գրեթե 20 րոպե, իսկ մեզ պետք էր 15 րոպե։ Արմեն, միջազգային մրցույթներին մասնակցությունը եւ հայաստանյան մրցույթին մասնակցությունը ինչով էին առանձնանում, ինչ տարբերություններ եք նկատել։
Ունեն առանձնահատկություններ, թե ոչ թե մրցույթը մնում է մրցույթ։ Մրցույթը մնում է մրցույթ, բայց իրականում տարբերություն կա, որովհետև դու նվագում ես քո հայրենիքում, քո հայրենակիցների առջև, դա ավելի հուզիչ է, քան երբ որ գտնվում ես ուրիշ երկրում ու նվագում ես ուրիշների համար, որտեղ քեզ դեռ չեն լսել ու չգիտեն, որովհետև պատասխանատվությունն է մեծ, որովհետև դու երաժիշտ ես, դու ուղղակի ռոբոտ չես ու չգիտես ինչ կարող պատահի բեմի վրա, կարող է նաև մեկ սխալ նոտա, կարող ես նաև մոռանալ տեքստը, ուղղակի այդ ամեն հուզմունքը երբ որ քեզ ճանաչում են այստեղ մի քիչ ավելի շատ է։ Այո։ Վարդան, ինչ փուլեր են անցնում մասնակիցները մինչ մրցույթին մասնակցելը, արդյոք ընտրության հնարավորություն եք ունենում եւ ինչպես եք ընտրել նրանց, ովքեր պետք է մասնակցեին մրցույթին։ Մասնակցում են գրեթե բոլորը, այս տարի ունեինք երկու անվանակարգ, լարային գործիքներ եւ դաշնամուր, եւ ունեինք, եթե ճիշտ եմ հիշում, 160-ից ավել հայտ, եւ բոլորը մասնակցեցին, ինչի պատճառով ստիպված եղանք, քանի որ օրերը կարճ են, քանի որ մեր ժյուրին ժամանակավոր արտերկրից ժամանում է այստեղ, օրերի սահմանափակում ունենք, եւ այդ իսկ պատճառով ստիպված եղանք առաջին անգամ անցկացնել մրցույթը զուգահեռ, այսինքն լարայինները առանձին եւ դաշնամուրը առանձին ժյուրիներով, եւ որտեվ նախկինում միշտ այն անցկացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում, այս տարի ստիպված եղանք նաեւ երկրորդ տարածք ունենալ եւ այնտեղ անցկացնել լարայինը։ Եվ ինձ թվում է մրցույթի հիմնական ձեռքբերումներից նաև հենց դա, որ ինչպես Արմենը նշեց, ինքը Դանիայից վերադառնալով ամեն դեպքում մասնակցեց մրցույթին, դա երևի թե այն նշաձողն է, որ մրցույթը սահմանել է շնորհիվ մասնակիցների բարձր պատրաստվածության ժյուրիի, միջազգային ժյուրիին, որը բավական անաչառ գնահատում է եւ հետաքրքրությունը մրցույթի հանդեպ նույնիսկ տարվա ընթացքում դեռ չհայտարարված ակնհայտ է, որտեղ միշտ ծնողներ, դիմողներ անընդհատ ասում են որոշեցիք հաջորդը ինչա լինելու, հաջորդ տարի ինչ գործիքներ են լինելու, որպեսզի իրենք սկսեն արդեն վարապել, դա ինձ թվում է ցուցանիշ է։ Այո, մասնակցում էին միայն հայաստանցի պատանիները։ Այո, ունենք Սփյուռքից ներկայացուցիչներ։ Ունենք եւ այս տարի ունենք Grand Prix հաղթող, ընդ որում երկրորդ անգամ այդ նույն աղջիկը, որը Պարսկաստանից Իրանից ժամանում է, ազգությամբ հայ է, բայց ինքը Իրանից է գալիս ամեն անգամ եւ արդեն երկրորդ անգամ ստանում է Grand Prix։ Այո։ Հետաքրքիր է, ժյուրի կազմը ինչպես եք ընտրում, ինչպես են մասնակցում, ինչ մասնակցություն են ունենում, ինչ հետաքրքրվածություն ունի ժյուրին այսօր Հայաստանում, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը բացահայտում է տաղանդներ մրցույթին որպես ժյուրի ներկայանալու համար։ Եվ փոփոխության ենթարկվել է թե ոչ տարիների ընթացքում ժյուրի կազմը։ Փոփոխության ենթարկվել է կախված այդ տարվա ընտրված երաժշտական գործիքից։ Հիմնականում աշխատում ենք այնպես անել, որ համապատասխանի, այսինքն դաշնամուրի ժյուրին դաշնակահարներից կազմված լինի մեծ մասամբ գոնե։ Ամեն տարի փոփոխվում են, կան իհարկե հիմնական անդամներ ժյուրիի, նույն ինքը Քրիստիան Փափազյանը, Սևակա Ավանեսյան, այս տարի Մարիանա Շիրինյանն էր, Աննա Սարգիսովան, նախորդ տարիներին կախված գործիքից ունեցել ենք Հակոբ Ջաղացպանյանին գիտարի ժամանակ, Կարինե Բաբաջանյանը դասական վոկալի ժամանակ։ Հիմնականում ազգությամբ հայ երաժիշտներ են։ Չէ, անպայման այնպես ենք անում, որ Հայաստանից ներգրաված լինեն եւ նաեւ ներգրավում ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից երաժիշտներ, որովհետև մեր համագործակցությունը ֆիլհարմոնիկի հետ տարիների պատմությունը, ընդհանրապես AGB-ի համագործակցությունը ֆիլհարմոնիկի հետ շատ երկար տարիների, ժյուրիի անդամների մեծ մասը Եվրոպայից են եւ մեր Քրիստիանի եւ Սևակի կապերով եւ ընկերական շրջապատից մարդիկ, շատ բարձր պրոֆեսիոնալներ, բայց անպայման Հայաստանից նույնպես 1-2 հոգի ներգրավում ենք։ Այո, ինչ մրցանակների են արժանանում Grand Prix մրցանակակիրները։ Ունենում են հնարավորություն Փարիզում
համերգներ ունենում են հնարավորություն մեր ֆիլհարմոնիկի հետ համերգ ունենալու ու նաև ստուդիայում հնարավորություն են ունենում ձայնագրություններ իրականացնելու։ Եվ ընդհանրապես ինչպես է կընտրում այն մրցանակները, որոնք նախատեսված են լինում մրցույթի հաղթողների համար։ Ես երկու բառով ասեմ մրցանակները, հետո Արմենը կասի թե ինչպես է ազդում դա։ Իրականում տարեցտարի փոփոխվում է մրցանակները։ Մենք սկզբում սկսեցինք փոքրիկ դրամական պարգևներով, երբ 18-ին սկսեց մրցույթը, բայց տարեցտարի փորձում էինք ընդլայնել եւ քանի որ ոչ միշտ է որ դրամական պարգևը հասնում է իր նպատակին, փորձեցինք ավելի ճիշտ ներդրում ունենալ երաժիշտների կարիերայում եւ հաղթողները ունեն մի քանի մրցանակներ, հա, ունեն աուդիո ձայնագրության հնարավորություն պրոֆեսիոնալ, տրվում է ժամանակ սահմանափակ, որի մեջ 2-3 քանի կամ 1 մեծ ստեղծագործություն կարող են ձայնագրել եւ ունենալ որպեսզի ինչ որ մրցույթների դիմելիս կամ բուհ ընդունվելիս դա անպայման իրենց պետք կգա։ Ունեն հնարավորություն մասնակցելու Կապան ֆեստին, որը Սևակ Ավանեսյանի եւս մեկ նախաձեռնություն է, որին HBO-ն նույնպես աջակցել է եւ աջակցում է։ Ունեն հնարավորություն մասնակցելու Կապան ֆեստին, որը անմիջապես ամեն տարի տեղի ունենում հենց բացահայտիչ տաղանդներից հետո։ Այո։ Անմիջապես հետո, ժամանակ էլ չենք տալիս։ Ունեն Grand Prix հաղթողները ունեն հնարավորություն որպես մենակատարներ մասնակցել համերգի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Մենք արդեն ունեցել ենք 5 նմանատիպ համերգ այս անցած 8 տարիների ընթացքում։ Եվ ցավոք ոչ միշտ է որ ունենում են հնարավորություն Փարիզում համերգի, այս տարի բախտավոր ենք եւ ունենք նման հնարավորություն, Արմենը եւ Էդվարդը կմեկնեն Գարնանը Փարիզ համերգի եւ նախորդ տարի օրինակ ունեինք նախորդ տարվա անվանակարգերի մեջ կար դասական վոկալ եւ անցած տարվա Grand Prix հաղթողներից 4-ը հնարավորություն ունեցան մեկնել Վիեննա եւ այնտեղ մասնակցել վարպետության դասերի Բեթհովենի կոնսերվատորիայում, քանի որ նաեւ մեր ժյուրիի մեջ էր եւ շնորհակալություն Սիրանուշ Գալոյանին, ով այդ հնարավորությունը ընձեռեց եւ վերջում էլ վարպետության դասերից հետո էլ գալա համերգի այնտեղ եւ հետո արդեն վերադարձից հետո այստեղ մասնակցեցին այս տարի, որտեվ համերգը ֆիլհարմոնիկի հետ տեղի ունենում 1 տարի անց, այսինքն այս տարվա հաղթողները ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենան հաջորդ տարի։ Այո, դե բնականաբար փորձեր, պատրաստվածություն։ Անցյալ տարվա դասական վոկալի հաղթողները եւ քանի որ ունեինք նաեւ հարվածային գործիքներ, այն հազվադեպ գործիքներից, որ քիչ է պատահում մրցույթներում եւ այդ անվանակարգի Grand Prix հաղթողները երկու հրաշալի երիտասարդներ մարիմբա նվագող ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Քանի որ առիթը եղավ, ասեմ, որ երբեմն ոչ շատ հայտնի, շատ տարածված գործիքներ նույնպես ներգրավել անվանակարգերում նախանցյալ տարի ունեցանք երգեհոն, ունեցանք տավիղ, ունեցանք կոնտրաբաս, գիտար, անցած տարի դասական վոկալը, փորձում ենք լայն պահել մեր մրցույթի շրջանակը։ Արմեն, խնդրեմ ազդեցության մասին։ Ազդեցությունը շատ մեծ է, որովհետև նվագել թե նվագախմբի հետ, թե նվագել համերգ Փարիզում դա միայն մոտիվացիա է երաժշտի համար, երբ որ դու ուզում ես ավելի ու ավելին հասնել, որովհետև սովորում ես թե ունենում ես մեծ ռեպերտուար, սովորում ես նոր ռեպերտուար, նոր կոնցերտներ, նոր ստեղծագործություններ ջութակի հետ, ինչու ոչ, այդ ամենը անում ես, բայց երբ որ գիտես, որ ունես ինչ-որ համերգ, հաջորդ տարի է եկածող արդեն պլաններ 2027 թվականի համարյա թե վերջ, դա միայն մեծ մոտիվացիա է բոլոր երաժիշտների համար, կարծում եմ։ Արմեն, ինչ երաժիշտների հետ եք ուզում բեմ բարձրանալ եւ որ բեմում եք ուզում համերգներ ունենալ, որն է ձեզ համար այսպես գերնպատակ, որին ուզում եք հասնել։
երաժիշտ նվագել աշխարհահռչակ երաժիշտների հետ, կարծես թե կամաց ստացվում է, որովհետև թե նվագել եմ իմ շատ սիրելի դասախոս ներկապահիս Մարիաննա Շիրինյանի հետ եւ աշխարհահռչակ երաժիշտ, անցյալ տարի ունեցա համերգ Սևակետ Ավանեսյան Բելգիայում շատ լավ մեծ համերգներ ունեցանք, Հայկետ Մելիքյան ունեցանք համերգներ Կապանի ֆեստիվալի շրջանակներում, իսկ ինչը վերաբերում է բեմերին, գրեթե երևի աշխարհի բոլոր բեմերում ցանկություն ունեք ներկայանալ։ Այո։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Մենք ենք շնորհակալ։ Հետո կմիանա Էդուարդը, մեր հաջորդ մասնակիցը, ձեզ հաջողություններ եմ մաղթում Արմեն։ Կարծում եմ դեր մասին դեռ լսելու ենք եւ շատ լավ է, որ հայկական բարեգործական ընդհանուր միությունը այս հարթակը տրամադրում է երիտասարդներին առաջ գնալու համար։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ եմ շնորհակալ։ Ես մրցանակների շարքում մոռացա նշել նաև վարպետության դասերը, որ Grand Prix մրցանակակիրները ունենում են հնարավորություն եւ կուզեի շնորհակալություն հայտնել այս առիթով մեր վարպետներին, որոնք այդ դասերը անցկացնում են, նույն Հայկ Մելիքյանը, Անուշ Նիկողոսյանը, Կարինե Բաբաջանյանը, մենք բոլորի հետ ունեցել ենք վարպետության դասեր, այնպես որ դա էլ մի մաս է հնարավորություն է իհարկե մրցանակների։ Սիրելի ռադիոլսողներ, մեզ միացավ ջութակահար Էդուարդ Դայանը։ Էդուարդ, ձեզ ողջունում եմ։ Շնորհակալ եմ հրավերս չմերժելու համար։ Դուք նույնպես մասնակցում եք Հայկական բարեգործական ընդհանուր միությունը բացահայտում է տաղանդներ մրցույթին։ Դուք նույնպես միջազգային մրցույթների դափնեկիր եք։ Ձեզ այս մրցույթին մասնակցությունը ինչ տվեց։ Եվ առաջին անգամ եք մասնակցում մրցույթին, թե էլի փորձեր եղել էին։ Երկրորդ անգամ մասնակցում մրցույթին, բայց տարբերությունը այն է, որ առաջին անգամ ես կամերային անսամբլի ֆորմատով եմ մասնակցել 2 տարի առաջ, եւ այս անգամ տարբերությունը այն էր, որ որպես մենակատար արդեն մասնակցեցի եւ ինձ լիք շատ հնարավորություններ տվեց, որոնցից են այս Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալը, Փարիզում ելույթ ունենալը, մասնագիտական ձայնագրություն եւ շատ ծանոթություններ բազմաթիվ պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, ժյուրի անդամների հետ, ֆանտաստիկ երաժիշտներ են։ Էդուարդ, դժվար է արդյոք պրոֆեսիոնալ ժյուրի առաջ հանդես գալը։ Ինչ հույզեր եք ունենում, ինչպես եք հաղթահարում դրանք։ Կարծում եմ մտովի մինչև բեմի ելույթ ունենալը կարող է մի փոքր դժվար լինի, հուզմունք լինի, բայց հիմնականում երբ բեմի վրա նվագում եմ, հիմնականում այդ հուզմունքը կորում է, հիմնականում իմ դեպքն է, շատ ուրիշների մոտ կարող լինի, որ հուզմունքը ավելի շատ լինի, բայց հիմնականում փորձում եմ հանգստանալ եւ միշտ ամենալավս նվագել, կատարել։ Եվ մրցույթներն էլ օգնում են։ Օգնում են այդ հարցը, եւ շատ ես ելույթներ ունենում, արդեն փորձ ես ձեռք բերում, թե ինչպես արդեն քեզ պահես բեմի վրա եւ կարծում եմ, որ օգնում է նաեւ հուզմունքի հետ կապված։ Ինչ ստեղծագործություններ ներկայացրիք մրցույթի ժամանակ։ Ես նվագեցի Սենսանսի էտյուդ վալսի ոճով ստեղծագործությունը, որը մշակել էր Էժեն Իզային։ Այդ գործը շատ յուրատուկ գործ է, ինքը սկզբի դաշնամուրի համար էր գրված եղել, Իզային ջութակար լինելով փոխադրեց ջութակի եւ դաշնամուրի համար եւ ինքը այնպիսի գործ է, որ միաժամանակ տեխնիկապես շատ բարդ է, յուրատուկ դժվարություններ ունի եւ միաժամանակ երաժշտական այնպիսի սիրուն է գրած վալսի ոճով պետք է ոչ միայն էտյուդ լինի, այլ նաև մի քիչ պարային է զգացողությունը, ոնց որ կարող ես համ միաժամանակ համ տեխնիկական, համ երաժշտական դժվարությունները փորձես արտիստիցնել ցույց տալ, կարծում եմ շատ լավ կոմպլեկտ է մի ստեղծագործության համար։ Վարդան, մրցույթը նաև երաժշտական գործիքներ է տրամադրում երաժիշտներին, այս մասին էլ եմ ուզում խոսենք։ Ինչպես են արժանանում երաժիշտները այս գործիքներին։ Ինչ չափանիշներով եք ընտրում երաժիշտներին։ Երաժշտական գործիքների տրամադրումը հենց առաջին տարվանից եղել է մրցույթի բաղադրիչ մի մաս եւ շնորհիվ հիմնականում եվրոպական մեր որոշ գործընկերների Սելմեր ընկերությունը վերջերս մեզ միացավ Բերժերոն, ովքեր
գիտեն կճանաչեն անունները։ Սա այն դեպքն է, երբ գործիքի տրամադրման չափանիշները հաղթանակի հետ կապ չունեն։ Առաջնորդվում ենք հիմնականում կարիքի սկզբունքով, այսինքն ոչ չի բացառվում, որ հաղթողն իհարկե ստանա, բայց նաև կախված այդ տարվա մեր հնարավորություններից եւ գործիքների քանակից առաջնահերթ ստանում են հենց այն երեխաները, ովքեր շտապ կարիք ունեն կամ կան, որ ավարտում են այդ տարի ավարտում են կոնսերվատորիայում ստիպված են իրենց գործիքը հետ վերադարձնել եւ մնում են առանց լավ գործիքի, որովհետեւ գիտեք, փառք Աստծո, մենք տաղանդների պակաս չունենք, մենք ունենք պակաս հնարավորությունների։ Եվ HB այս մրցույթը փորձում է այդ հնարավորությունները լրացնել, դրանցից հենց երաժշտական գործիքների պակասը, վարպետության դասերի, համերգների, սա այն բացերն են, որոնք փորձում ենք ինչ-որ նաև լրացնել։ Եվ տարիների ընթացքում իհարկե տարեցտարի փոխվում են թե տրամադրվող գործիքները, քանակը, թե տեսակը, մինչև այսօր մոտ 50 գործիք արդեն տրամադրվել է երաժիշտներին եւ ասեմ, որ գործիքները տրամադրվում գործիքները տրամադրվում են հիմնականում 1 կամ 2 տարի ժամկետով, բայց նաեւ երկարացման հնարավորությամբ, եթե այդ ընթացքում այդ գործիքը այդ երաժիշտը կարողանում է իր սեփական գործիքը ձեռք բերել, մենք փոխանցում ենք գործիքը հաջորդ կարիք ունեցող երաժիշտին։ Եթե դեռ կարիք ունի, կարող է դիմել եւ երկարաձգել իր մոտ գտնվելու ժամկետները։ Եվ այս համագործակցությունը եվրոպական երաժշտական կառույցների հետ նաև իր այլ դրական արդյունքներն է տալիս։ Անցյալ տարի, օրինակ, մենք հարվածային գործիքների ժյուրի անդամ որպես ունեինք Jean-Marie Pereyrin, որը Ֆրանսիայից էր ժամանել եւ անցյալ տարվա հարվածային գործիքների անվանակարգը անց էին կացնում Չայկովսկու անվան դպրոցում, քանի որ այնտեղ ավելի շատ գործիքների բազա կա, լավ։ Եվ Հայաստանում կար միակ 5 օկտավանոց մարիմբան, որը սակայն ցավոք սրտի վնասված էր եւ մի քանի նոտաներ տարիների ընթացքում ճաքեր ունեին։ Եվ շնորհիվ մեր այդ համագործակցության եւ այդ մեր ժյուրիի անդամի Jean-Marie հոգատարության այս տարի Bergero ընկերությունը թե վերականգնեց այդ կոտրված մարիմբայի նոտաները, թե մի ամբողջ նոր գործիք, կրկին 5 օկտավանոց մարիմբա նվիրեց Չայկովսկու դպրոցին ուսումնական նպատակներով, այնպես որ այսօր այնտեղ արդեն կա 2 5 օկտավանոց մարիմբա, որը բավական թանկ հաճույք է եւ հազվադեպ պատահող։ Շնորհիվ այս համագործակցությունների նաև մենք կարողացանք այս տարի եւ մեր բարերարների իհարկե առատաձեռնության շնորհիվ կարողացանք նաև եւս մեկ մարիմբա նվիրել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, այնպես որ անցյալ տարվա մեկ ոչ լիարժեք մարիմբայի փոխարեն այսօր Հայաստանում կա 3 արդեն։ 2-ը Չայկովսկիում, 1-ը ֆիլհարմոնիկում։ Ում հետ եք համագործակցում մրցույթից առաջ տարվա ընթացքում երաժիշտների հետ Հայաստանում, որպեսզի օրինակ այդ տարվա համար ընտրվի երաժշտական այս գործիքը առաջնահերթությունը կարևորելու համար։ Երաժշտական գործիքի ընտրությունը կատարում ենք հենց մենք HB-ում, այսինքն Քրիստիանը, Սևակը, ես միասին ընտրում ենք, որոշում ենք հաջորդ տարվա գործիքի ընտրությունը կամ մի քանի գործիքների, բայց տարվա ընթացքում աշխատում ենք անշուշտ շատ տարբեր վարպետների, երաժշտական դպրոցների հետ, այնտեղ մաքսիմալ տարածում ենք եւ փորձում ենք ներգրավել բոլոր երաժշտական դպրոցների աշակերտներին, որպեսզի խրախուսում ենք, որպեսզի դիմենք, որտեվ ի վերջո սա նախ անվճար հնարավորություն է մասնակցելու մրցույթին,
դրսևորելու միջազգային ժյուրիի արչև նոր դռներ, նոր հնարավորություններ, այնպես որ չենք ուզում որ որևէ մեկը, որևէ տաղանդավոր երեխա կամ երիտասարդ դուրս մնա, եթե իհարկե այդ տարվա անվանակարգերը թույլ են տալիս։ Համագործակցում ենք նաև իհարկե մեր երաժիշտների, երաժշտագետների հետ եւ ցանկացած առիթ, որ ստեղծվում է, եթե կարող ենք ներգրավել մեր թեկուզ նախորդ տարիների մրցանակակիրներին կամ մասնակիցներին, անպայման վարպետության դասերի միջոցով կամ ինչ-որ լեկցիաների միջոցով այդ հնարավորությունը ընձեռում ենք։ Առաջիկա կիրակի օրը օրինակ HBO դահլիճում հյուրընկալելու ենք բավական հայտնի վոկալի դասախոսի Գրեգ Էնրիկե, որը գալիս է Եվրոպայից, մարդ ով աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Սելին Դիոնը, եւ ովքեր կարող են մասնակցել այս վարպետության դասին։ Մասնակցությունը վճարովի է, բաց է ցանկացածի առջև եւ հիմա այս մի շաբաթվա ընթացքում Գրեգը արդեն իսկ անցեկացնում ամառային retreat, այդպիսի հասկացություն կա, չգիտեմ դրա հայերեն համարժեքը, երաշտական, հենց ընտրված դիմորդների հետ Լոռու մարզում, եւ ամսի 23-ին առաջիկա կիրակի օրը վարպետության ամբողջ օրով մեզ մոտ հյուրընկալելու ենք այդ վարպետության դասը եւ այդ հնարավորությունը կրկին անգամ անվճար տալիս ենք մեր անցյալ տարվա վոկալի Grand Prix մրցանակակիրներին, որպեսզի գան եւ մասնակցեն այդ վարպետության դասին։ Հրաշալի է։ Էդվարդ, ձեր երաժշտական ճանապարհի մասին մի քիչ պատմեք։ Ինչ ճանապարհ եք անցել։ Որտեղ եք սովորել։ Շարունակում եք այսօր կրթությունը, թե ոչ։ Վերապատրաստումներ եք անցնում, փորձում եք կատարելագործվել որպես երաժիշտ։ Ես 8 տարեկանից եմ սկսել նվագելը, երբ ես ապրում էի Լիբանանում, որովհետև ծնողներս երբ ես մոտավորապես 5-6 տարեկան էի, տեղափոխվեցին Լիբանան աշխատելու այնտեղի ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Ծնողները երաժիշտներ են։ Այո, երկուսն էլ ջութակարներ են, աշխատել են ֆիլհարմոնիկում եւ ճիշտ ասած սկզբից այնպես չէր, որ ծնողներիս ընտրություններ ավելի շատ իմ ընտրություններ, տեսնելով որ իրենք են ջութակահարներ, ես էլ ուզեցի իրանց նման դառնամ, գիտենց բարձ ասեմ, ու հետո շարունակելը կամաց սովորել ընդհանուր լավացնել, ես հիմա փորձում եմ ամեն դեպքում միշտ առաջ գնալ, որովհետև շատ եմ սիրում այս գործիքը եւ ուզում եմ շարունակել եւ ընդունվեցի Իսպանիայի Թակու Սոֆիայի երաժշտական կոնսերվատորիան Իսպանիայում Զախաբրոնի մոտ եւ շնորհակալ եմ այդ հնարավորության համար ու փորձում եմ միշտ աշխատել, առաջ գնալ եւ անդադ ինչ-որ փոքր քայլել իմ երաժշտական կարիերայի մեջ, որովհետև շատ հաճախ նկատել եմ, որ մի փոքր քայլ օրինակ անում ես ինչ-որ բան չի ստացվում, բայց պետք է հիասթափվել, ու հետո այդ ասենք մի 10 փոքր քայլ արեցի, մեկ ինչ ունի հնարավորություն ընձեռնում է քեզ, որ մտածում ես, որ կարող պատահաբար է եղել, բայց այդ երկար տարիների աշխատանքի պատճառով է։ Էդվարդ, որքան ժամանակ եք հատկացնում երաժշտության օրվա ընթացքում։ Կախված է օրվանից, եթե այդ օրը ազատ եմ լինում, հիմնականում փորձում եմ օրվա կեսը կամ մինիմում 1/3 ներկայացնում, այսինքն մոտավորապես փորձեմ 5-ից 6 մինիմում լինի, որտեղ կա մեծ ծրագրի հետ, եթե մեծ ծրագիր ես պարապում, ավելի ժամանակ է պետք։ Ավելի շատ ժամանակ է պետք եւ բնականաբար ավտոմատ արդեն ստացվում է այդ ժամանակահատվածը եւ հնարավոր է որ ավելի շատ, եթե ինչ-որ կոնկրետ համերգ են պատրաստվում կամ էլ լուրջ մրցույթի Քանի որ խոսեցինք երաժշտական գործիքների մասին, այս տարի եւս 50 գործիք շնորհիվ շվեյցարահայ բարերար Օքսեն Գայտմազովի
կհամալրի մեր այդ գործիքների բանկը եւ ընդհանուր մեր գործիքների թիվը արդեն կհասնի 110-ի մոտ։ Այնպես որ նաեւ բավականին մեծ թիվ է իրականում։ Այո, մեծ թիվ է եւ հուսով եմ, որ իր օգուտը բերում է երեխաներին, ովքեր օգտվում են այդ երաժշտական գործիքներից եւ անընդհատ փոխանցում են իրենց հաջորդներին։ Այնպես որ հենց այս պահին էլ հաջորդ խմբականակը սևակի շնորհիվ Եվրոպայից ճանապարհին է դեպի HBO գրասենյակ, որ լարային գործիքներ են մեծ մասը այս խմբականակում, որպեսզի տրամադրվեն մեր հաջորդ սերնդին։ Այո, ես հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ Կապան ֆեստը նոր էր մեկնարկում, Սևակ Ավանեսյանը դաշնամուր բերեց Կապան։ Այո։ Հրաշալի դաշնամուր բերեց եւ նվիրեց Կապանի մշակութային կենտրոնին։ Այո, դա էլ HBO-ի Նաեւ աջակցությամբ։ Նաեւ։ Այո։ Վարդան, ինչպես եք հետևում մրցույթի մասնակիցների հետագա գործունեությանը, արդյոք կապի մեջ եք լինում իրենց հետ, արդյոք որևէ այլ մրցույթի մասնակցելուց հետո հպարտանում եք իրենցով, ինչպես եք կապը պահում ձեր մասնակիցների, արդեն 8 տարի գործում է մրցույթը, արդեն սերնդափոխություն է տեղի ունեցել եւ վստահ եմ մրցույթի շատ մասնակիցներ այսօր հայտնի երաժիշտներ են, ճանաչված բեմերում են ելույթ ունեցել։ Անշուշտ, միշտ հետևում ենք, միշտ ուրախ ենք եւ հպարտ Վերջերս Էլեն Վիրաբյանը մեր մրցույթի մասնակից դասական Եվրատեսիլում նախ հաղթեց հայաստանյան փուլը, հետո իհարկե երրորդ տեղը զբաղեցրեց։ Այո։ Նախորդ տարիներին նույնը Հայկ Քեքեքյանը, որը նույնպես մեր մրցույթի դափնեկիր է, Արտյոմը Իոնիսյան, որը վերջերս Բուխարեստում ներողություն մրցույթ հաղթեց եւ հետո արդեն Խաչատրյան մրցույթում այստեղ երրորդ տեղ զբաղեցրեց։ Հետևում ենք, փորձում ենք ցանկացած հնարավորության դեպքում իրենց էլ ներգրավել շուտով մեր մասնակիցներից մեկը Կանադայում ելույթ կունենա նորից HBO-ի շնորհիվ փորձում ենք միշտ կապի մեջ լինել, միշտ հնարավորության դեպքում աջակցել եւ ներգրավել, եթե ունենք այդ հնարավորությունը մեր առջև։ Այո։ Հաջորդ տարվա համար ինչ եք նախատեսում, որ գործիքը կլինի եւ արդյոք բուն հայկական գործիքներ նախատեսվում է որևէ ժամանակ մրցույթի շրջանակներում ներկայացնել որպես անվանակարգ։ Մեր մշտական հարցումներից է արդյոք երբևէ կլինեն հայկական ժողովրդական գործիքներ, հուսով եմ որ կլինեն, բայց առայժմ կենտրոնացած ենք ավելի դասական գործիքների վրա։ Հաջորդ տարվանը դեռ չեմ կարող ասել, որովհետև դեռ որոշված էլ չի։ Մենք սովորաբար տարվա վերջ այդպես որոշում ենք եւ հաջորդ տարվա սկզբից արդեն բացում ենք գրանցման գրանցումը եւ մինչեւ հունիս ամառյա կես տարի բաց է եւ հունիսի վերջ, հուլիսի սկիզբ ամեն տարի տեղի ունենում մրցույթը։ Շատ լավ։ Այդ արդյոք վերջին հարցը ձեզ, դուք ինչ երազանքներ ունեք որպես երաժիշտ։ Որ բեմերն են ձեզ գրավում, որ երաժիշտներն են ձեզ գրավում, որոնց հետ կուզեք անպայման բեմ բարձրանաք։ Ուզում եմ առաջինը դառնալ բարձր մակարդակի այդ այմ համար ամենակարևորը, հետո իմ համար որևէ բեմ, որտեղ օրինակ նվագախում կա կամ էլ որևէ դահլիճում, ես որ այդ հնարավորությունն արդեն երջանիկ եմ, շատ շնորհակալ եմ, միշտ կլինեմ եւ որովհետեւ կոնկրետ չեմ կարող ասել ամեն որևէ հնարավորություն նամված այն ժամանակ, երբ որ շատ հնարավորություններ դեռ չես ունենում որևէ ինչ-որ նվագախմբի հետ նվագել, ցանկացած հնարավորություն մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն եւ ճիշտն ասած ես շատ եմ սիրում իհարկե մեր երաժիշտներից, որն է Սերգեյ Խաչատրյանը, ես կարծում եմ ինքը շատ յուրահատուկ երաժիշտ է, շատ տաղանդավոր անպայման տաղանդավոր բազմաթիվ մրցույթների մասնակցած եւ աշխատասեր, նպատակասրած, համեստ շատ, որպես մարդ, շատ լավ մարդ է եւ նույնպես մեր հայ երաժիշտների հետ ով կա Հայկ Գազզյան, կա Հրաչ Ավանեսյան, կա Սևակ Ավանեսյան,
ու կարևորը միշտ աշխատես ու միշտ գնաս առաջ, երբեք հետ չընկնես, ասես այսքանը հերիք է, ինչքան արել եմ, միշտ փորձես գնալ առաջ։ Իսկ այս մրցույթը այդ հնարավորությունը տալիս է, նաև ազդեցություն է ունենում ճակատագրի վրա, երաժշտական ճակատագրի վրա։ Այո, ամեն դեպքում որ հնարավորություններ տրվում են արդեն համ նվագախմբի հետ, համ արտերկրում ելույթ ունենալ, սովորական բան չի, երկար ժամանակոց համագործակցություն է, համ նվագախմբի AGB-ի միջև եւ երկապատասխանատվություն է եւ պրոֆեսիոնալ ժյուրի Այո։ Այսքանը, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ Հաջողություններ եմ մաղթում եւ մրցույթին եւ ձեզ Էդուարդ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն Հայկական բարեգործական ընդհանուր միությանը այս հրաշալի մրցույթն անցկացնելու համար։ Մրցույթը իսկապես արդեն ճանաչում ունի եւ երաժիշտները կարծում են, պատանի երաժիշտները վստահաբար յուրաքանչյուրը ցանկություն ունեն մասնակցելու։ Այդ հնարավորությունը տալիս եք դուք։ Նրանց առաջ գնալու համար, այս հարթակը օգտագործելու համար, հետագայում մեծ բեմեր նվաճելու համար։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ եւ շնորհակալ նպատակն է հենց նոր սերնդին տալ այդ հնարավորությունը։ Հուսով եմ մրցույթը մի փոքր իր լուման կունենա այս երաժիշտների համաշխարհային ճանաչման մեջ։ Շնորհակալություն։ Եվ շատ շնորհակալ եմ, որ այս մրցույթի համար իրոք շատ հնարավորություններ տալ, շատ շնորհակալ եմ Վարդան Ցուրիկյանի, սա բոլոր ով որ կազմակերպել է այս մրցույթը Մենք ենք շնորհակալ ձեր տաղանդի համար Էդուարդ ջան։ Այո, որը նկատում, տեսնում եւ առաջ է տանում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Հիշեցնեմ, զրուցում էի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը բացահայտում է տաղանդներ մրցույթի պատասխանատու Վարդան Ցուլիկյանի եւ Գրանպրի մրցանակների արժանացած Արմեն Պուչինյանի եւ Էդուարդ Դայանի հետ։ Ես Նաիրա Աղաբեկյանն եմ, կհանդիպենք